Փաշինյանը ամեն օր սրտիկ է ուղարկում, դա ձեզ վերագրում է։ Իհարկե ոչ, մեզ լուրջ առաջնորդ է պետք, ժողովուրդ ջան, լուրջ, այսինքն այդ սրտիկով ոչ մեկին չես խաբի, 18 թվին ոնց որ խաբեցին, հիմա էլ չեն խաբել, այսինքն մասսան հասկանում մարդիկ հասկանում են, որ սրտիկներ այդ, չգիտեմ, սրան կվախացնեմ, սրան կնստացնեմ, սրան այս կանեմ, արդեն մարդիկ չեն արթնացել են, էլ այդ բանից քնից արթնացել են մարդիկ, ու տեսնում են, որ իր այդ սրտիկները, պաչիկները, չգիտեմ ինչերը ոչ մեկին հետաքրքիր չի։ Մի հատ մասա ունի, ինքը մի հատ խումբ ունի, որը որ ընտրող է իրան հետա դեռ խապված են, ցավոք սրտի դեռ խապված են, բայց ոչինչ, կարթնանան, կպայքարեն բոլորիս հետ միասին, ու մենք ունենանք ավելի լավ ու ավելի ուժեղ Հայաստան։ Չէ, ես դա չեմ ընդունում, չգիտեմ։ Մենք էլ այդ ժամանակ կարող ենք չնայել։ Դա մարդկանց էդի դուրս չի գալիս։ Ուզում ա ցույց տա, որ ինքը սիրում ա ժողովրդին, բայց էդի այդքան էլ ճիշտ չի։ Հա լուրջ մարդիկ, երգի եկավ, սրտիկ ցույց տալու որս է։ Տղամարդու արժեքա զերկել են, լուպատկստեք տղամարդը կան է սենց բաներ ավ, էդի անում ինչ։ Մենք ինչ պետք է, այսօր ինքը իմ երգի եկավարն է։ Լուպատ էլ եմ ասում, լուպատ պաշտպանության նախարարը, լուպատկստեք Վազգեն Սարգսյանի նման սրտեր բաժաներ, որ սենց կապիկություն էր աներ։ Ով էր ան լուրջ ընդունելը։ Չգիտեմ ինչ ասեմ, ինչ վերագրեմ, ինչ տեսակետի։ Լավ, երբ ղեկավարի համար նորմալ է ժողովուրդ։ Դե հարից չի, ընտրեցինք ու գան կրակը։ Բայց ես ընտրել եմ, իմ ամուսինը չի ընտրել։ Մինչև հիմա չի ընտրում։ Բայց Սամվել Կարապետյանի 10 ձեռքով կընտրի ես էլ։ Այդ է տղամարդ։ Չգիտեմ ես դրան էլ սկզբից չեմ սիրել։ Առողջ ղեկավարը, որ ժողովրդի հանդեպ լավատես լինի, աշխատատեղ բացի առաջի երթին, մեղք են ժողովուրդը։ Մենք թոշակառու ենք, թոշակ ենք ստանում, բայց այս նոր սերունդը ինչ անի, ուր գնա, փախնում են Հայաստանից, sense կարելի է, այդ վախն ենք ապրում։ Այդ լացն ենք լացում, մեղք են, մեր թորները, մեր երեխեքը, վաղը ինչ են անել։ Սրտիկը ոնց որ թուլության նշան է, էլի իմ հասկանալով ես էլ։ Սենց պետք է անես, էլի ոչ թե սենց անես, ես էլ։ Սրտիկը, ասեմ քեզ որ այդ սրտիկը ոնց որ երեխնական պահեր ելնեն։ Դա ոչ մի բան չի նշանակում։ Չմտածված բաներ են անում, մի խոսացրեք ինձ էլի։ Իրանք դերասաններ են, ձեր ուշադրությունները շեող են։ Ես օրինակ էդի ձևական բանա, որը որ կամ ընդունեմ, չընդունեմ, դա ոչ մի բան չի փոխում։ Կարևորը որ երկիրը լավ, թե չասենք իր սրտիկը կամ չգիտեմ, օդի մեջ խոսակցությունները այդքան էլ հաճելի բան չի։ Չէ։ Ինչու՞։ Ով ասես կարա սրտիկ անի, բայց ես ինչ նպատակներ ունի, ինչ միտք ունի։ Դա ես ավելորդություն եմ համարում։